Սրանք ամերիկյան ռազմանավերն են, Իրանին են մոտեցել, մոտենում է նաև Իրան-ԱՄՆ բանակցությունների ժամը։ Եթե Իրանի հետ պայմանավորվել չստացվի, վատ բաներ կկատարվեն, զգուշացրել է ԱՄՆ նախագահ Թրամփը։ Եկեք հասկանանք, այդ ինչ վատ բաներ կարող են լինել ու էլ ովքեր անհանգիստ կլինեն, եթե այս երկու երկիրը մի հայտարարի չգան։ Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցեն Օմանում, թեման որոշել դժվարացել են։ Կողմերը, որոնց առանց ավելորդ մեղմացումների կարելի է թշնամիներ կոչել, մինչև նախորդ օրը չեն կարողացել օրակարգի շուրջ պայմանավորվել, եւ հանուն արդարության դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Իրանը պնդում է, պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագիրը, իսկ մինչև Իսրայել ու ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմաբազաներ հասանելիություն ունեցող բալիստիկ հրթիռների հարցը չէ։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ասում է, օրակարգը չի սահմանափակվի միայն միջուկային ծրագրով, բալիստիկ հրթիռների հարցն էլ արժե որ քննարկվի։ Արդեն թեժ է, բայց եկեք շարունակենք։ Քննարկման թեմա է նաև Իրանի ուրանի պաշարների ապագան։ Կարծիք կա, թե Իրանը սեփական միջուկային օբյեկտների համար բազմազգ կառավարման ձևաչափ կարող է ընդունել, բայց այստեղ հարց է, ովքեր կլինեն գործընկերները եւ ով կվերահսկի տեխնոլոգիաները։ ԱՄՆ-ի ու նաև տարածաշրջանի որոշ խաղացողների համար անհանգստացնող են նաև Իրանի պրոքսիները, ուժեր, որոնց Թեհրանը տարիներով է աջակցել, Համասը Գազայում, Հզբոլահը Լիբանանում, Հութիները Եմենում։ Իրանն իր հերթին արդար վերաբերմունք է ուզում ու տնտեսություն քայքայող պատժամիջոցների թուլացում։ Ամերիկյան ռազմանավերն ու զինտեխնիկան Իրանի կողմերն են եկել այն բանից հետո, երբ Թեհրանը կառավարության դեմ բողոքող իր քաղաքացիներին դաժանորեն ճնշեց, սպանելով հազարավորներին։ Դրանից հետո ԱՄՆ սպառնաց Իրանին, առանց մասնավորեցնելու, թե հատկապես ինչ կանի։ Թեհրանը սա մեկնաբանում է, թե թշնամին իրենց իսլամական հանրապետությունը փորձում է ենթարկեցնել, հայտարարում, թե սա պայքար է կառավարման համար։ Երկու կողմն էլ փաստացի ասում են, որ պատրաստ են բանակցել, բայց երկուսն էլ ագրեսիվ բառապաշարով են բանակցության գնում։ Եվ դրանից հատկապես զգուշանում են տարածաշրջանի հեռու մոտիկ երկրները։ Ցանկացած հարված կարող է տարածաշրջանային պատերազմ դառնալ, սա փորձագետների կարծիքն է։ Ինչ տարածաշրջան կընդգրկի պատերազմը, եթե վատագույն սցենարը լինի։ Կանխատեսելու համար պիտի քարտեզին նայել։ Միացյալ Նահանգները ոչ միայն մարտական զենքերով է եկել այստեղ, այլ նաև ռազմաբազաներ ունի այստեղ ու եւս մի քանի տեղ։ 1980-ից հետո այս երկու երկիրը դիվանագիտական կապեր չունեն, բայց սա առաջին դեպքը չէ, որ շփման եզրեր են շոշափում։ 2025-ի հունիսին ու նորից Օմանում ԱՄՆ-ի ու Իրանի պաշտոնյաները միջուկային համաձայնագիր քննարկելու էին գնացել։ Գործընթացը կանգ առավ այսպես. Իսրայելը հարձակվեց Իրանի վրա, ավելի ուշ միացավ Միացյալ Նահանգներն ու խփեց Իրանի միջուկային օբյեկտներին։ 8 ամիս է անցել այդ օրից ու մնաց մի քանի ժամ հասկանալու համար ինչպես կավարտվի կեսդարյա թշնամության այս մի էպիզոդը։